Բանակցությունների սեղանի շուրջ են միջնորդներն ուզում վերադարձնել Միացյալ Նահանգներին և Իրանին։ Իսլամաբադում Իրանի ներքին գործերի նախարար Էսքանդեր Մոմենին և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆն են հանդիպել։ Վաշինգտոնն ու Թեհրանը, որ հունիսի 17-ին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, ռազմական գործողությունները դադարեցնելու կոչերով, այսօր շարունակել են փոխհրաձգությունը։ Մերձավոր Արևելքում 10-րդ գիշերն անընդմեջ Իրանը թիրախավորում է ամերիկյան օբյեկտները Քուվեյթում, Բահրեյնում և Հորդանանում։ Բահրեյնում Ամազոնի կենտրոնական տվյալների մշակման ենթակառուցվածքն են ոչնչացրել իրանական ուժերը։ Քաթարի կառավարությունը փոխհատուցում է պահանջել Իրանի իշխանություններից։ Այդ պահանջը պաշտոնական Դոհան ձևակերպել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված նամակում։ Միջազգային որոշ լուծաբաններ կարծում են, Իրան-ԱՄՆ վերջին ռազմական գործողություններն ապացուցել են, արաբական պետությունները, որտեղ ռազմական ներկայություն ունի Վաշինգտոնը, պատերազմի պատրաստ չեն։ Եվ նրանց բանակը միայն զորավարժությունների և ցուցադրական գործողությունների համար է։ Հորդանանում ամերիկացի զինծառայողների սպանության հետ չհաշտվելով Դոնալդ Թրամփը հայտարարել է. ամեն անգամ, երբ Իրանը ամերիկացի զինծառայող սպանի, կվճարի ավելի թանկ գին։ Այսօր Միացյալ Նահանգների թիրախում Իրանի Թավրիզ, Չաբահար, Քոնարակ, Բանդար Մաշահր, Բանդար Իմամ Խոմեյնի շրջաններն են եղել։ Թավրիզի հարավ-արևմուտքում մեկ մարդ է զոհվել, նաև վիրավորներ կան ըստ իրանական իրնագործակալության։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ իրենց ուժերը հարվածել են Իրանի ռազմական հրամանատարական կենտրոններին, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արձակման կայաններին, նաև հոբ համակարգերին։ Թրամփը խոստացել է շատ արագ ավարտել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում, քանի որ նրա ձևակերպմամբ քիչ գործ է մնացել։ Գանե Մովսիսյանն, Էլեն Յահինյան, Հայլուր։